Բարոս Էլիկուրի եղբայրներ ջան, եկեք շարունակենք մեր թեման դեպրեսիայի դեմ պայքարը։ Ճիշտ ասած, ես չգիտեի, որ այսքան հետաքրքրություն կլինի այս թեմային։ Միգուցե բարդություն հենց նրանում է, որ մենք շատ քիչ ենք անդրադառնում այսպիսի թեմաների եւ աստվածաշնչյան հատվածների, որտեղ աստվածաշնչյան հերոսների կյանքում կա իրավիճակ, որ ուղղակի եթե խոր ուսումնասիրենք, կտեսնենք, որ դեպրեսիվ վիճակներ, այն հոգեկան վիճակ է։ Ամեն դեպքում, որպեսզի պայքարի մասին մեր խոսքը ամբողջանա, մենք պետք է առաջի հերթին ուսումնասիրենք դեպրեսիայի անտոլոգիան, բնութագիրը, բնությունը, ինքը իրանից ինչ է ներկայացնում։ Մենք ունենք 5 թեզիս, այդ 5 թեզիսների ընթացքում նաև ամբողջական գոնե պատկերացում կունենանք, ինչպիսի պայքար է պետք դեպրեսիաների դեմ կամ դեպրեսիան իրենից ինչ է ներկայացնում։ Դրա համար ցելնես առաջի թեզիսը մենք անդրադարձանք մարդաբանության անթրոպոլոգիայի կարևոր բաժնի պայմանական մոնիզմի, եթե հիշում եք մեր նախորդ ձայնագրության մեջ, այնտեղ տեսանք ինչ էր ուսումնասիրում պայմանական մոնիզմը, աստվածաշնչյան օղակներում այն ուսումնասիրում է մեր երկու սուբստանցիաների, նյութական մարմնի եւ ոչ նյութական մասի, հոգու եւ շնչի միացությունը եւ ոչ միայն նրանց միացությունը անբաժանելի լինել, այլ նաեւ մեկը մյուսի վրա փոխազդեցությունը։ Մենք անդրադարձանք սրան եւ հետաքրքիր է որ շատ կարեւոր է որ մենք հիշենք ընդհանուր մեզ համար պետք է առաջնային մենք տանք այդ ընկալումը դեպրեսիան իրանից ինչ է ներկայացնում նրա աղբյուրը միայն ֆիզիոլոգիական, այսինքն ֆիզիոլոգիական մարմնի որպես բժշկական տեսանկյունից հիվանդությունա մարմնի հետ կապված, թե նաև աղբյուր կարա հանդիսանա հոգեկան վիճակ, այսինքն կարա հոգեկանի աղբյուրը որպես դեպրեսիա ազդի մարմնի վրա եւ մարմնի դեպրեսիայի աղբյուր ազդի հոգեկանի վրա։ Մենք պետք է սա տեսնենք, այսինքն որպիսի չընկնենք ծայրահեղության մեջ, որովհետեւ տեսեք, կարա լինի նաև հոգեկան վիճակ, որը ազդի մարմնի վրա եւ կարա լինի մարմնավոր վիճակ, որը ազդի հոգու վրա։ Անցյալ ձեռագրության մեջ մենք առավել նայեցինք, թե ինչպես կարանք հոգով հաղթահարենք մարմնի այդ ֆիզիոլոգիական վիճակը եւ նաեւ մենք տեսանք թե ինչպես կարա մարմնի վիճակը, այսինքն սովը կամ հոգնածությունը ազդի մեր հոգեկան վիճակի վրա եւ մենք անդրադարձանք Հիսուս Քրիստոսի անապատում 40 փորձության շարժանի որոշակի։ Այսօր նույնպես կանադառնանք որոշակի հատվածների աստվածաշնչյան, որտեղ ուղղակի կտեսնենք նաև հակառակը։ Կտեսնենք ինչպես կարա մարմինը ներգործի հոգեկանի վրա եւ ինչպես կարա հոգեվոր ջանքը ներգործի մարմնի տկարությունների վրա։ Սա կարևոր է, որովհետեւ հենց մեր Տիրոջ խոսքերի մեջ մենք կտեսնենք, որ շատ հաճախ Աստված մեզ ճանաչելով որպես իր ստեղծագործություն եւ նախասահմանված հոգին մարմնի մեջ դրված, այսինքն ոչ նյութականը նյութականի մեջ դրված, սա ճանաչելով շատ հաճախ Աստված նաեւ եթե ուշադիր եք հատվածների մեջ հաշվի անցնում մեր նյութականի հետ, այսինքն Աստված գիտի, որ մենք հող ենք, գիտի, որ մենք դեռ փրկագնված հոգիներով գտնվում ենք այս ապականացու մարմինների մեջ կամ տկար մարմինների մեջ, տկարանոթների մեջ, ամեն դեպքում կանադառնանք այսպիսի հատվածների Ամեն դեպքում մենք պետք է նայենք երկու կողմն, այսինքն բոլոր կողմերը պետք է տեսնենք հատվածների մեջ, որպեսզի կարողանանք գանք սիլագիզմի եզրահանգման։ Եթե միայն մի կողմը նայենք, եթե միայն նայենք այն հատվածները, որտեղ հոգևոր ջանքով Քրիստոսը կամ հավատացյալները հաղթահարում են մարմնավոր տկարությունը, եթե միայն այդ կողմը նայենք, ուրեմն մենք կմերժենք ընդհանրապես ֆիզիկական միջամտությունը, բայց մենք տեսնում ենք հատվածներ կա, որտեղ նաև Աստված խորհուրդ է տալի ֆիզիոլոգիական, այսինքն միջամտություն, ֆիզիկական որոշ բաներ, օրինակ սոված ժամանակ ասում է կերեք, հաց կերեք։ Հիմա մենք կանադառնանք այսպիսի հատվածներ եւ հետագայում նորիկը սկսում է արդեն ուսուցանել։ Մենք սա կտեսնենք Եղիայի կյանքում, երբ որ Եղիան դեպրեսիայի այդ իրավիճակը կանադառնանք երրորդ թագավորաց 19-րդ գլխում, կտեսնենք, որ Աստված անմիջապես չի գալի եւ Երեմիայի այդ վիճակի մեջ նրան սկսում ուսուցումներ տալ, արժեքային համակարգ առաջ քաշում, փորձում նրան ճշմարտություն բացատրել, ոչ։ Ուղղակի մի քանի անգամ Երեմիային խորհուրդ է տալի հաց կեր եւ քնի։ Ինչի որպիսի մարմնի տկարությունը, հոգնածությունը վեր առնի, այսինքն Աստված սկզբում կարգավորում է նրա ֆիզիկական հատվածը, նյութականը եւ հետո արդեն հոգեվոր կերակուրը տալիս է, որտեվ նյութականի տկարությունը նպաստում է, որ նա չընկալի հոգեվորը։ Այսինքն մենք դրա համար պետք է հաշվի նստենք, այսինքն երբ որ խոսում ենք դեպրեսիայի մասին, պետք է այս երկու բաղադրիչները մենք հաշվի առնենք։
մանավանդ որ Տերն է դա հաշվի առնում, ինչպես կարանք մենք չանենք։ Դա համար մեր մոտեցումը դեպրեսիայի մեջ եղող անձին պետք է ընդգրկի այս երկու կողմերը, որպեսզի մենք օգտակար լինենք։ Եթե ոչ, մենք անձին կմղենք ծայրահեղության, անձի մասին սխալ կարծիքներ կունենանք, այսինքն մենք չենք դիտարկում նրան այնպես, ինչպես նրան տեսնում է Աստված։ Դա համար ամեն դեպքում մենք եկեք հիշենք, որ մեր հավատացյալներիս կյանքի հանդեպ ունեցած հայացքը, նաև հավատացյալների հանդեպ ունեցած հայացքը, աշխարհի հանդեպ ունեցած հայացքը պետք է զուգահեռ լինի Աստծո հայացքին։ Ինչպես Աստված նայում հավատացյալին, այնպես մենք պիտի նայենք հավատացյալին։ Ինչպես Աստված նայում աշխարհին, այնպես մենք, ինչպես Աստված նայում մեղքին, այնպես մենք պիտի նայենք։ Այսինքն չափանիշը, որքանով ենք մենք համահունչ Աստծո հետ, դա հենց Աստված իր արժեքային համակարգով։ Դրա համար ամեն հատված մենք ուսումնասիրում ենք երկու բոլոր կողմերով, այսինքն որպեսզի մենք կարողանանք ճիշտ եզրահանգման գալ եւ ճիշտ օգտակար լինենք։ Հիմա առաջի թեզիսը մենք տեսանք, որ մարմին եւ հոգին իրարից անբաժան են եւ մեկը մյուսի վրա փոխազդեցություն ունեն եւ հիշում եք նաեւ հարց են տվել, որ երբ որ մենք անդրադարձանք հոգու եւ շնչին եւ իմիջիալոց ես գիտեմ, որ կա այսպիսի վարդապետություն, եկեղեցիներ կան այսպիսի, որոնք ավելի տրիխոնոմիա են դիտարկում, մարդու 3 մաս են դիտարկում, մարմին, հոգի, շունչ, այսինքն հոգին եւ շունչը բաժանում են իրարից եւ վարդապետությունները, որ ինչ որ կատարվում է հոգու հետ կապ չունի շունչի հետ, շունչը ուրիշ ընդգրկում ունի, սերներս։ Ամեն դեպքում եկեք հասկանանք, Աստվածաշունչը առաքյալները դիտարկում են դիխոտոմիա, այսինքն երկու սուբստանցիա, մարդու ոչ նյութական մաս, դա կլինի հոգին, շունչը կամ անձը, եւ մենք ասացինք, որ առաքյալներն օգտագործում են ըստ կոնտեքստի, ըստ զարգացած մտքերի բառեր, հոմանիշ բառեր, միտեղ կարան օգտագործեն շունչ բառը, միտեղ կարան օգտագործեն անձ բառը, բայց նույն բնությունը նկարագրելու համար, միտեղ կարան օգտագործեն հոգին, նույն բանը նկարագրելու համար։ Ամեն դեպքում պետք է շատ ուշադիր լինենք եւ պետք չի մենք տրվենք փիլիսոփայական մոտեցումից, որտեղ եսպի եկեղեցիների այս վարդապետությունը առաջացել է փիլիսոփայական մոտեցումից, սկսել են բաժանել հոգին շնչից, որպեսզի սա տեսնենք եւ ես հիշում եք անցյալ անգամից սա առավել հեքիաթային օղակներից է կամ ոչ աստվածաշնչյան ճշմարտությունից, ավելի էզոտերիկայի եւ միստիցիզմի դաշտից է, որը մեզ համար շատ վտանգավոր է, եթե մենք ավելի աստվածաշնչյան հատվածներ դիտարկենք այդ տեսանկյունից։ Դրա համար պետք է զգույշ լինենք։ Մի փոքր հատված կա, որ ես կուզեմ անդրադառնամ այդ շնչի եւ հոգու բաժանման հատվածին, Եբրայեցիս 4-րդ գլխից, եւ ես ցույց կտամ, թե ինչ սխալ մոտեցում են ունեցել մարդիկ, որոնք սկսել են ասել, տեսեք, այս հատվածում ցույց է տալի, որ հոգին շնչից բաժանված է։ Նայեք, շատ կարևոր է, որ դուք աստվածաշնչյան հատվածները ուղղակի կոնտեքստի մեջ տեսնեք եւ կոնտեքստի մեջ տեսնեք առաքյալը ինչ միտք է զարգացնում եւ այդ զարգացած մտքերից որն է նպաստող կամ իլյուստրատիվ, որն է գլխավոր, այսինքն կա գլխավոր միտք եւ այդ նույն հատվածի մեջ կան մտքեր, որոնք ուղղակի նպաստում են, որ գլխավորը մենք ճիշտ հասկանանք, բայց չի կարելի այդ ենթակա, այսինքն երկրորդական նպաստող մտքերը գլխավորի տեղ տեսնել եւ այդ մտքերի մեջ տեսնել որպես, այսինքն մեր վարդապետության հաստատում կամ արգումենտներ։ Սա շատ կարևոր է եւ այսպես անելով է, որ մենք ընկնում ենք փիլիսոփայության մեջ, հեռանում ենք աստվածաշնչից, աստվածակենտրոնությունից, այսինքն հատված աստվածակենտրոն դիտարկելուց ընկնում ենք մարդակենտրոն դիտարկման մեջ, այսինքն աստվածաշնչյան հատվածների մեջ փնտրում ենք մերը, ոչ թե փնտրում ենք հեղինակի դրածը, այլ փնտրում ենք մերը, իսկ հեղինակի բառերով փորձում ենք մեր իմացածը հաստատենք։ Սա ամենավտանգավոր բաներից է։ Ուրեմն այդպիսի հատվածներից մեկն է, բայց եկեք հիշենք, որ ամենակարևորը առաջի թեզիս մենք տեսանք, որ քանի դեռ մենք գտնվում ենք այս մարմնի մեջ, այսինքն այս ֆիզիկական կյանքում, դեռ Քրիստոսի մոտ չենք, մեր հոգին եւ մարմինը իրարից անբաժան են եւ մեկը մյուսի վրա սերտ փոխազդեցություն ունեն։ Սա ամենակարևորը եւ նաեւ կարևոր սկզբունք պետք է հասկանանք, երբ որ խոսքը գնում է բաժանման մասին, խոսքը գնում է մահվան process-ի մասին։ Ամեն դեպքում նաև հավիտենականության մեջ մենք տեսնում ենք, որ մենք կստանանք փառավորյալ մարմիններ, այսինքն փրկագնված հոգիներ եւ փառավորված մարմիններ եւ կմտնենք հավիտենականություն, այսինքն նույնիսկ հավիտենականության մեջ մարդ հասկացողությունը Աստծո նախասահմանության ստեղծագործության առումով մարդ հոգեվոր երկնքից, ինչպես առաքյալն է խոսում Կոլոսացիների մեջ, այն կրում է եւ մարմին, այսինքն եւ նյութական եւ ոչ նյութական հոգին կամ շունչը իրար մեջ։ Այսինքն սա ամենակարևորը, նույնիսկ հավիտենականության մեջ մենք մտնելու ենք մարմնով։ Այսինքն մարմնից բաժանված վիճակը
դա այն վիճակը չի, որ նորմալ է, դա մի շրջան կարա լինի, որտեղ մարդը պիտի ազատվի ապականությունից, ապականված մարմնից եւ միանա անապականության։ Այս process-ի մասին է, սա մահվան process-ն է։ Այնպես չի, որ մարդը թողնում գնում է եւ պատտվում է հայտնություններ ստանում հոգով եւ նորից գալի մտնում է իր մարմնի մեջ։ Մենք որոշակի հատվածներ նայեցինք։ Հիմա տեսնենք Եբրայեցիս 4 գլխի մասին։ Ինչ է ասում արդյոք առաքյալի խոսքերի մեջ մենք կարող տեսնենք, որ այստեղ հոգին շնչից բաժանված է։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին։ Եվ երկրորդ թեզիս մենք տեսանք, որ որքան էլ որ մենք տեսնում ենք հոգին ունի հատկությունները, բանականությունը, կամքի դաշտը, որոշումները, զգացմունքները, զգայարանները, մենք տեսնում ենք, որ հոգին, երբ որ մարմնից բաժանվում է, ամբողջական այդ ֆունկցիոնալ դերը պահպանում է, այսինքն հատկությունները պահպանում է, բայց երբ որ այդ հոգին գտնվում է մարմնի մեջ ֆիզիոլոգիական, մենք տեսնում ենք, որ ֆիզիոլոգիական մարմնի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու բանականության առումով, ազդեցություն ունի մարդու այդ հոգու այդ հատկությունների վրա։ Իսկ եթե ուղեղը վնասված է, դա նշանակում է, որ իր խոսակցականը, մտածելակերպը պիտի ազդված լինի, այսինքն այն վնասվում է նաև ֆիզիոլոգիական հատկության պատճառով։ Չնայած, որ եթե այդ հոգին մարմնից բաժանվում է, նրա մտածելակերպը վնասված չի։ Կամ ասենք վեսպես վերցնենք, պատկերացրեք անձը տեսողություն ունի, հոգևոր աչքեր ունի, հոգու աչքեր ունի եւ հոգին շատ բան տեսնում է, բայց քանի որ մարմնի մեջ է, իր տեսողությունը կապված է ֆիզիկական աչքերի հետ։ Եթե դուք նրա ֆիզիկական աչքերը վնասեք, նա չի կարող տեսնի, որտեղ մարմնի մեջ արդեն ֆիզիոլոգիական մարմնի սերտ կապակցվածությունը կա, այսինքն մարմնի այդ հատվածները, որոնք պատասխանատու են որոշակի ֆունկցիոնալ դերի համար, պատասխանատու են եւ կարան արգելեն կամ սահմանափակեն մարդու եւ տեսողությունը եւ մտածելակերպը եւ զգացմունքները եւ կամքի որոշումները, այսինքն նաեւ ֆիզիկական մարմնի մեջ հոգու այն հատկությունները, որոնք ամբողջական են, ֆիզիկական մարմնի մեջ, եթե մարմինը վնասված է, նրանք կարան նույնպես արտահայտեն այդ վնասը։ Սա շատ կարևոր է։ Սա մենք երկրորդ թեզիսն ենք։ Բայց եկեք առաջնային հիմա անդրադառնանք նաեւ որոշակի այդ հոգու եւ շնչի բաժանման, տեսնենք արդյոք այդ հատվածը այդպես ասում։ Եվ կանադառնանք նաեւ երկրորդ թեզիսի մի քանի նաեւ հատվածներ Աստվածաշունչից ուսումնասիրենք, որտեղ մեզ պարզ կլինի եւ հոգու ազդեցությունը մարմնի վրա եւ մարմնի ազդեցությունը հոգու վրա։ Եվ միանշանակ կտեսնենք, որ չի կարելի միակողմանի դիտարկել։ Այսինքն այս միակողմանի դիտարկումը միշտ մարդուն տանում է ծայրահեղ մոտեցման։ Եկեք անդրադառնանք Եբրայեցիս 4 գլխին։ 4 գլխի 12 համարում է կարևոր այդ հատվածը, որը շատ հաճախ մեջ բերում են սխալ վարդապետության առումով, թե հոգին շունչը իրարից բաժանված են, բայց ես կընթերցեմ 11-ից, որպեսզի տեսնենք, որ այստեղ խոսքը վերաբերվում է հանգստին, խորհրդանիշը շաբաթն է, դեպսեք մենք խոսել ենք, որ շաբաթ հասկացողությունը այն հին ուխտի կամ Մովսեսի ուխտի նշանն է։ Եվ նա որպես նորմատիվ պիտի պահպանվեր, որպեսզի Իսրայելը որպես Աստծո սեփական ժողովուրդ մնար խոստացյալ երկրում։ Երբ որ խոսքը գնում է Իսրայելի մասին, շատ կարևոր է, որ մենք հասկանանք, խոսքը գնում է խոստացյալ երկրի մասին, խոսքը գնում է ուխտի մասին, այսինքն այն կարա լինի Մովսեսի ուխտը, կարա լինի Աբրահամի ուխտը։ Մենք պետք է ուշադիր նայենք հատվածը ինչ ուխտի մասին է խոսում։ Եվ եթե ուխտի մասին, ինչ նշանների մասին է խոսում, թլպատության մասին այն վերաբերվում է Աբրահամին, եթե շաբաթին այն վերաբերվում է Մովսեսին։ Սրանք շատ կարևոր է, որ մենք տեսնենք։ Հիմա տեսեք կարևոր մի սկզբունք, նաև մենք շատ հաճախ հաշվի ենք նստում հրեաների սխալ ընկալումներին, որտեվ ճիշտ է նրանք օրենքը ունեն, բայց շատ հաճախ օրենքի սխալ մեկնաբանություն ունեն, եւ Հիսուսը նաև դրան է անդրադառնում։ Հիմա մեր այս հատվածում, քանի որ արդեն Քրիստոսի եղած երկրի վրա եղած ժամանակն է արդեն համբարձված, եկեղեցին, այսինքն եբրայեցիների այդ խումբը խնդիր ուներ, չէր կարողանում հուդայիզմից, այսինքն մովսիսական ուխտից անցում կատարեր դեպի քրիստոնեություն։ Ինչի, որովհետև հուդայիզմի մեջ դեռ խորհրդանիշները պահպանված էին, զոհը դեռ կենդանական զոհերն էին։ Հիմա առաքյալը Եբրայեցիս խտում ներկայացնում է Հիսուս Քրիստոսի առավելությունը զոհերի վրա, Աստծո հայտնության վրա, ներկայացնում է քահանայության վրա, որ Քրիստոսը առավել է, որպես զոհ, որպես քահանա, որպես Աստծո հայտնություն, այս վերջին ժամանակում իր որդիով խոսեց։ Հիմա տեսեք, բայց մինչ այդ շատ կերպերով, մարգարեներով ամեն դեպքում պետք է հասկանանք ինչի մասին է խոսքը եւ այս հատվածում առաքյալ ուղակի ցույց է տալի, ուրեմն ջանք անենք հանգստի մեջ մտնել, հանգիստը դա շաբաթն է, որը նոր ուխտի շրջանակում արդեն Քրիստոսի մեջ մտնելն է։
Մենք հավատացյալքս մտնում ենք այդ հանգիստը, այսինքն Քրիստոսին ընդունողները մտնում են փրկության մեջ, ճիշտ է, փրկությունը որպես ֆիզիոլոգիական երևույթ դեռ չենք մտել, բայց արդեն փրկված ենք, ժառանգորդ ենք, փրկության մեջ ենք մենք արդեն եւ նմանվում ենք process-ով, Սուրբ Հոգու շնորհքը մեզ նմանեցնում է Հիսուս Քրիստոսին, այսինքն մենք արդեն փրկության մեջ ենք, որ այդ process-ները մեր հետ կատարվում են, այսինքն փրկված չլինենք, սեփասման ընթացքը մեր կյանքի հետ կապ չի ունենա։ Հիմա այս առումով Առաքյալը ասում է, ուրեմն ջանք անենք հանգստի մեջ մտնելու, որ միգուցե մեկը նույն անհավատության օրինակի պես մեջ բերում է Իսրայելին, որոնց խոսքը ասվեց, բայց հավատքով չշաղախվեց, անհավատության պատճառով չմտան այդ հանգիստը։ Միգուցե ասում է, օրինակի պես ընկնի, որովհետև Աստծո խոսքը, տեսեք, քանի որ խոսքը իսրայելացիներին ասվել է, եւ խոսքը իսրայելցիների կողմից հավատքով հնազանդությունով չի ընդունել մերժվել է, առաքյալն օրինակ է բերում, ասում է Աստծո խոսքը այնքան խորը թափանց է, որ որևէ մեկը չի կարող կանգնի եւ ասի Տեր, ես չեմ հասկացել, որտեւ այդ խոսքը այնպիսի թափանցություն ունի, որ մտնում է նույնիսկ եւ հենց մեր հատվածի մեջ, այս հատվածի մեջ ցույց է տալի մեր ֆիզիոլոգիական մարմնի եւ հոգու այդ բաժանման կամ այդ միացության մեջտեղը։ Եվ հետաքրքիր է, ինչի է ինքը առաքյալը սա ցույց տալի, որտեղ ինքը խոսում է խորհուրդների, մտքերի, հասկացողության մասին եւ ասում է այդ մարմնավոր ֆիզիոլոգիական ուղեղը, որը պատասխանատու է մեր մտածելակերպին եւ նաեւ մեր հոգու հատկությունը, բանականությունը, այդ երկուսի արանքն է մտնում եւ քննում եւ զննում է սրտի բոլոր խորհուրդներն ու մտքերը։ Հիմա այստեղ երբ որ ինքն ասում է հոգի եւ շունչ, երկու սուբստանցիան իրար հետ է ներկայացնում եւ մյուս տեղում ասում է հոդվածների եւ ծուծի ծուծ բառը մոզգ ուղեղ բառն ասել ես ֆիզիոլոգիական այն մարմինը որը պատասխանատու է մտածելակերպի համար ֆիզիոլոգիական իսկ հոգին եւ շունչը հոգեվոր ոչ նյութական պատասխանատվությունն է նաեւ մեր բանականության հասկացողության եւ մտածելակերպի ինքն ասում է նույնիսկ Աստծո խոսքը կարա մտնի եւ քննի մարմնի մտածելակերպը եւ հոգու իրար հետ ներդաշնակ լինելու այդ բաժնի մեջ ինքը սա է ասում եկեք կանադանանք որովհետեւ Աստծո խոսքը կենթանի եւ զորավոր է ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ այսինքն ինքը խոսում է խոսքի հատկության մասին Շեշտը գլխավոր միտքը խոսքի հատկությունն է, ոչ թե շունչի եւ հոգու բաժանումը։ Եվ անդրադառնում է ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ եւ թափանցում է մինչեւ շունչի եւ հոգու եւ հոդվածների եւ ծուծի բաժանվելը։ Շունչի եւ հոգու մեկ սուբստանցիա է ներկայացնում։ Շունչի եւ հոգու եւ հոդվածների մինչեւ ծուծի բաժանվելը։ Ծուծը դա ուղեղ բառն է, եկեք ես դες ցույց տամ սա լեքսիկոլոգիական հատվածով։ Երբ որ մենք կարդում ենք հոդվածներ բառը, դա արմոս բառը, որը նշանակում է միացություն, միանալ, արմոս, միանալ։ Իսկ երբ որ մենք կարդում ենք ծուծ բառը, դա միելոս բառը, որը նշանակում է ուղեղ, մոզգ, որը 70% ջուր է։ Այսինքն ֆիզիկական մեր մտածելակերպի համար պատասխանատու օրգանի մասին է խոսքը։ Հիմա ինքն ասում է Որովհետև Աստծո խոսքը կենթանի եւ զորավոր եւ ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է եւ թափանցում է մինչեւ շունչի եւ հոգու, շունչը եւ հոգին դա մի սուբստանցիա, ոչ նյութական մասն է եւ թափանցում է կամ այսինքն այդ միացության ուղեղի, այսինքն հոգու ոչ նյութականի բանականության պատասխանատու եւ նյութականի պատասխանատու այդ օրգանների մեջտեղը Այստեղ շունչ եւ հոգին իրարից բաժանվելու խնդիր չկա, այստեղ շունչ եւ հոգին ներկայացված է որպես մեկ սուբստանցիա, մյուս սուբստանցիան ֆիզիոլոգիական ուղեղն է, այսինքն մարմնի եւ հոգու մտածմունքի բանականության համար պատասխանատու օրգանների մեջտեղը եւ թափանցելով սա կարողանում է քննի մտքի եւ խորհուրդները, սրտի մտքի եւ խորհուրդները, սիրտը նույնպես մտածելակերպ, լեփ հասկացողությունն է փլայը Եվ այստեղ սիրտը կարդիան չի, սա մտածել մեր ուշադրության կենտրոնն է, այսինքն խոսքը ի նկատի ունի առաքյալը, որ երբեք այս խոսքի դեմ որևէ մեկը չի կարող ասի, որ ես չեմ հասկացել։ Ոչ հասկանալով դու դա մերժել ես։ Քեզ ձեռ չի տվել։ Ինքը սա է ասում։
առավել եւ չկա մի արած աներևույթ նրա երեսից, բայց ամենն էլ մեկ եւ բաց նրա աչքերի առաջին, որի հետ է մեր բանը։ Անմիջապես ասում է, եւ չկա մի բան, որ նրա երեսից ծածկված լինի, դուք այսինքն մի բան անեք եւ թաքուն պայք ասված դա չիմանա, եւ դա արգումենտ վերեք եւ արդարացնեք ձեզ։ Չկա այդպիսի բան ասում է։ Եվ բոլոր ամեն նրա աչքի առաջ նրա ամեն աչքի առաջ ամենը բաց է, այստեղ խոսքը որ վերաբերվում է Եփրայեցիս 12 հատվածին 4-րդ գլխի։ Նկատի ունի որ քննում է խոսքի դեմ չեք կարա պահկվեք։ Խոսքը մտնելու է եւ քննի եւ բացահայտի եւ այդ խոսքի համար եք դուք կանգնելու Աստծո առաջ եւ պատասխան տակ եւ ասում է նրա հետ է մեր հաշիվ։ Այսինքն մենք նրան ենք հաշիվ տալու, ինչի որտեղ խոսքը մեզ ամբողջությամբ ամեն բան ներկայացրել է։ Այստեղ երբեք չի վերաբերվում որ հոգին եւ շունչը իրարից բաժանվում են։ Տերը ձեզ օգնի։ Եկեք անդրադառնանք արդեն մեր երկրորդ թեզիսին, որտեղ մենք խոսում ենք, որ ամեն դեպքում պետք է ուշադիր լինենք, արդյոք միայն մեր հոգևոր ջանքով մենք հաղթահարում ենք մարմնի ֆիզիոլոգիան, թե մեր որոշակի տկարությունների համար նաև մենք տեսնում ենք աստվածաշնչյան հերոսների կյանքում, որ ֆիզիկական որոշ միջոցներով նաև հաղթահարում են ֆիզիկական տկարությունը, ոչ միայն հոգով։ Այսինքն եթե մենք ասենք միայն հոգևոր բուժում է պետք, առանց ֆիզիկական միջամտության կսխալվենք, որտեղ հատված հիմա կտեսնենք, որտեղ ուղղակի պատասխանատու է նաև, որ մենք Աստված ուղղակի հաշիվ անելու, որպեսզի անձը ուղղակի ֆիզիկական միջամտություն հանգստանա, կերակուր ուտի, նոր հետո Աստված սկսում է այդ անձի հետ խոսել հոգևոր սկզբում։ Եկեք անդրադառնանք սրան։ Երկրորդ թեզիսի մեջ մեկ անդրադառնանք հիմա Եղիա մարգարեի հատվածին։ Եկեք նայենք 3-րդ Թագավորաց 19-րդ գլուխը։ Այս հատվածը նկարագրում է Աքաբը, եթե դուք նայեք 19-ից 10 համարներ, ուղղակի պարզ կլինի, ինչպես Եղիայի պատճառով սպանվեցին այդ քուրմերը, մարգարեները, կեղծ մարգարեները, եւ այստեղ հառաջամարում եւ Աքաբը պատմեց Հեզաբելին բոլոր ինչ որ Եղիան արել էր եւ այն բոլորը, որ ամեն մարգարեներին սրով սպանել էր։ Հիմա տեսեք, այս առումով Եղիային եւ Հեզաբելը երթում է տալի, որ անպայման պիտի Եղիան մահանա, սպամ, եւ Եղիան սա իմանալով վախերի այդ ընդհանուր այդ ազդեցությունից տեսնում ենք, որ դեպրեսիայի վիճակի մեջ է, եւ ուզում եմ անդրադառնալ սա, եւ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ, ասելով Աստվածները այսպես անեն եւ սրանից էլ ավելի անեն, եթե որ էկուց այս ժամանակին քո անձը նրանցից մեկի անձի տեղ չդնեմ, դու վաղը մահանալու ես, սպանելու եմ քեզ վաղը։ Եվ տեսնում ենք, որ այս բանը տեսնելով վեր կացավ գնաց իր անձը ազատելու համար, փախավ, վախեցավ Եղիան իր անձը ազատելու համար, ուշադիր նայեք, անձ, ով մինչ այդ արդեն Աստծո ներկայությունով այդ հրաշքները կատարեց եւ մարգարեին կոտրեց, հիմա որոշեք ով է Աստված, Բահաղը թե Եհովան։ Սրանից հետո, երբ որ ասում են քեզ սպանելու եմ, ուշադիր նայեք, նրա այդ կարգավիճակը դեպրեսիվ է, ինքը առանձնանում է, չի կարողանում մնա, փախնում է վախից, ուշադիր նայեք։ Այս բանը տեսնելով վեր կացավ գնաց իր անձը ազատելու համար եւ հասավ Հուդայի Բերսաբեն եւ իր պատանին թողեց այնտեղ, նույնիսկ իր ծառային թողեց այնտեղ, չտարավ դա, վախեցավ եւ փախավ, դիմա ծառային կսպանեին թե ինչ կանեին, բարձա, չէ, բայց ինքը թողեց փախավ, այսինքն անմիջապես վախը մեծ ազդեցություն ունի նրա վրա։ Եվ բայց ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում եւ եկավ մի գիհի տակին նստեց եւ սրտած ուզեց որ մեռնի։ Տեսեք, շատ կարեւոր է դուք սա տեսնեք։ Դեպրեսիայի նշաններից մեկն է, երբ որ անձը կորցնում է կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Ոչ միայն դա, կորցնում է իր ֆունկցիոնալ դերի հանդեպ հետաքրքրությունը։ Ով է ինքը Եղիան։ Աստծո մարգարեն, Աստծո ծառան, ինքը կորցնում է նույնիսկ Աստծուն ծառայելու հետաքրքրությունը։ Թողնում է ծառային, փախնում է, վախից գալի նստում է եւ Աստծուն ասում է կյանքս վերցա, տեսեք ինչ բարեր է ինքն ասում։ Եվ ասեց Արդեն բավական է, ով Տեր իմ հոգին առ, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ։ Այսինքն ես իմ հայրերից հայրերը, որոնք մերժեցին քեզ, իսրայելացիները, ես նրանցից լավը չեմ։ Ես նույնպես կռապաշտի մեկն եմ, ինձ էլ վերցրա պրծնենք։ Այսինքն ինքը մերժում է նաև իր ծառայությունը։ Այսինքն ինքն ուզում է մահանա, ամբողջությամբ հետաքրքրությունը կորցնում է Աստծո հանդեպ եւ կենտրոնանում է իր անձի վրա։ Դա համար դեպրեսիայի նշաններից մեկը իր անձի վրա կենտրոնանալն է։ Բայց հիմա տեսեք, Աստված չի ասում նստի եւ ես քեզ հիմա քարոզեմ արժեքային համակարգի մասին, թե ով է կարեւոր, ես թե նրանք։ Դա չի ասում Աստված։ Հրեշտակին ուղարկելով առաջի բանը, որ Աստված անում է, Աստված շատ լավ հասկանում է, որ Եղիայի այդ վախի ազդեցությունը, այդ ճանապարհի գալու, այդ տկարությունը, այդ ապրումները նրա վրա դեպրեսիվ, այսինքն Աստված լավ գիտի, որ նրա մահվան ցանկությունը դեպրեսիայի նշաններ է։ Այսինքն ֆիզիոլոգիական ազդեցությունն է նրա հոգեվիճակի վրա, եւ ինչ է ասում։ Ասում է հաց կեր,
ջուր խմի եւ քնի, հանգստացի։ Մի քանի անգամ սա անելուց հետո նոր Աստված սկսում է Եղիային տալ պատվիրաններ։ Նոր Աստված Եղիային ասում է կգնա, սրան կոծես մարգարե, ինչ կանես, սա կանես, դա։ Այսինքն ամեն դեպքում հոգևոր ճշմարտություններ ասելուց բացի, Աստված հաշվի առնում Եղիայի կարգավիճակի հետ եւ շատ լավ գիտի, որ այս դեպրեսիվ իրավիճակը արտադրվել է ինչից ֆիզիոլոգիական տկարությունից։ Եկեք անդրադառնանք սրան նորից։ Տեսեք, եւ պարկեց եւ քնեց մի գեհիտակին եւ մենք միշտ տեսնում ենք որ դեպրեսիվ այս ճնշումները անդադար քուն են բերում անձը հա ցանկանում է քնել ինքը չի հանգստանում քնում է բայց չի հանգստանում տեսեք եւ պարկեց եւ քնեց մի գեհիտակին եւ ահա մեկ հրեշտակ նրան դիպավ եւ ասեց նրան վերկաց կեր հրեշտակը նրան ասեց վերկաց հիմա Աստված քո հետ խոսում է վերկաց կեր Եվ եղան մտիկ տվավ եւ ահա նրա գլխի կողմին մի քարի վրա թխած նկանակ էր եւ մի կուժ ջուր կար եւ նա կերավ եւ խմեց եւ դարձյալ քնեց Ուշադիր նայեք առաջինը Աստված երբ որ մոտենում է Եղիային անմիջապես չի ասում հիմա ես քո մարմնի տկարությունները հոգևոր ճշմարտություններով կբուժեմ ոչ ելներս Աստված շատ լավ գիտի, որ Եղիան ֆիզիոլոգիական տկարություններից դուրս գալու կարիք ունի, վերականգնվելու կարիք ունի։ Վերկաց կեր եւ քնի։ Այսինքն սա շատ կարեւոր է։ Եվ նոր հետագայում եթե անդառնանք, տեսեք, եւ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ նրան դիպավ եւ ասեց. «Վերկաց կեր, որտեվ ճանապարհը շատ է քեզ համար։ Կեր, որտեվ ճանապարհ պիտի գնաս»։ Տեսեք, հիմա խնդիրը սա է։ Եվ մի քանի գնալուց հետո, եւ որ ասո Քորեբսարն ասում, նոր Աստված նրան սկսում է խոսել հոգեվոր սկզբունքներով։ Այսինքն ինչ եք կարծում, այստեղ Աստված չէր խոսում, այնտեղ պիտի խոսեր։ Ոչ, տեղը չի կարևորը։ Կարևորը Եղիայի հոգեկան վիճակը շտկելն է։ Այսինքն Եղիային տալ կարողություն Աստծո խոսքերը ընկալելու եւ ըմբռնելու համար։ Նրա ֆիզիոլոգիական տկարությունը, որը արտադրել է դեպրեսիվ վիճակ, թույլ չի տալի, որ Եղիան ճիշտ ընկալի Աստծուն։ Այսինքն Աստված նրան տալիս է հանգիստ, կերակուր, այսինքն վերականգնում է մարմնավոր տկարությունը, նոր տալիս է ճշմարտությունը, որպեսզի օգտակար լինի։ Սա կարևոր է հասկանանք, սա Եղիայի կյանքում։ Մեկ այլ հատված մենք կարանք նայենք Գեթսեմանի պարտեզում Քրիստոսի պարագայում։ Սա Եղիայի պարագայում մենք տեսանք ինչպես է, որ Աստված հաշվի է նստում նաև նրա տկարությունների հետ եւ ինչպես կարա տկարությունների հետ հաշվի նստելով նրան մղենք ավելի հոգևոր ճշմարտություն։ Այսինքն այստեղ երկու բաղադրի չկա։ Եվ պետքա միջամտություն ֆիզիոլոգիական, եւ հոգևոր, որպեսզի ինքը դուրս գա այդ վիճակից։ Միայն ասել հոգևոր եւ ուշադրություն չդարձնել ֆիզիկականի վրա, այստեղ խնդիր կար առաջանա։ Այսինքն կարանք ավելի խորացնենք։ Մի քիչ հետո մենք ավելի խորը կնայենք նաև ինչ ազդեցություն կա դեպրեսիայի վրա, ինչը կարա մղի, դա նաև մեր անցյալն է, որը կարող ազդի եւ մեր ֆիզիկականի վրա եւ մեր հոգեկանի վրա, մեր անցյալը, նախապաշարումները։ Այստեղ խոսքը չի գնալու մեղքի գերության, որտեղ մեղքի գերությունից ազատված ենք, բայց մեղքի գերության մեջ եղած ժամանակի սովորությունների վրա, որը դեռ մեր հետ շարունակում է գալ։ Այդպիսի սովորությունները, այդպիսի վախերը, այդպիսի մտածելակերպի նշույլները, որոնք մնացել են, կարան մեր վրա ազդեցություն ունենալ։ Եվ նաև մեր ֆիզիկական վնասը, որ հին ժամանակ, եթե մենք եղել ենք օրինակ թմրանոթ օգտագործող, կարա մեծ խնդիրներ ունենա մեր ֆիզիոլոգիական մարմինը, որը վերստին ծնունդից հետո կարա շարունակվի այդ խնդիրները մնալ։ Եվ այդ խնդիրները նույնպես ազդեցություն կարան ունենան մեզ դեպրեսիվ վիճակների մեջ մղելու։ Դա համար շատ կարևոր է, որ մենք սա նայենք, այսինքն մենք պետք է հաշվի նստենք այս ամեն ինչի հետ, որպեսզի ամբողջական պայքարը տեսնենք ինչպես պիտի կատարվի։ Եկեք անդրադառնանք Գեթսեմանի պարտեզին։ Գեթսեմանի պարտեզում Մարկոս 14:32-ից կանրադառնանք, որոշակի հատվածներ կտեսնենք, այստեղ կտեսնենք ինչպես է Քրիստոսը հաղթահարում հոգևոր աջանքով ֆիզիոլոգիական տկարություն մարմնի կողմը։ Եվ այստեղ մի բառ կա, որ շատ կարևոր է տեսնենք, թե ինչպես է նկարագրում Քրիստոսը մարմինը։ Օրինակ ինքն ասում է հոգին հոժարեք, այսինքն հոգին Աստծո կամքի հետ համաձայն է եւ ցանկանում է Աստծո կամքը կատարի, բայց մարմինը չի ասում մարմինը հակառակ է։ Այսինքն ինչպես առաքյալները շատ հաճախ ըստ կոնտեքստի Հիսուսն ասում է, բայց մարմինը տկար է։ Տկար այստեղ նույն բառն որ օգտագործված է որպես հիվանդ կամ որպես տկար, անկարող, մարմինը անկարող է։ Այստեղ Քրիստոսի խոսքերը շատ կարևոր են եւ ինքը խորհուրդ է տալի արթուն կացեք, աղոտ կարեք, որ փորձության մեջ չընկնեք։ Քրիստոսի խորհուրդը կտեսնենք, որ հոգեվոր ջանքի մասին է, որ կարա ազդի մարմնի տկարությունների վրա։ Այդ մարմնի անկարողությունը կարա ի վերջո հաղթահարվի։ Բայց
Ոչ միայն սա, նաև հակառակն ենք մենք տեսնել նույն Հիսուսի ասածը։ Հիմա եկեք անդրադառնանք սա։ Սերես, տեսեք, սա շատ կարող ենք հասկանալ։ Օրինակ, տեսեք, էնդոկրին հիվանդությունների ժամանակ, շաքարային դիաբետի ժամանակ մենք պետք է հաշվի նստենք, որ տվյալ անձը այդ հիվանդությունը ֆիզիոլոգիական կրող, այդ հիվանդությունը որոշակի հորմոնալ խնդիր ունի, այսինքն նրա օրգանիզմում կատարում է քիմիական ֆունկցիաներ, ռեակցիաներ, որոնք ազդում են նրա կենտրոնական համակարգի, ներվային համակարգի։ Դրա համար էնդոկրին հիվանդություն ունեցող, ենթակսամոքսային գեղձի հետ խնդիր ունեցող անձի մոտ դուք կարող տեսնեք նյարդայնացած վիճակ։ Ինքը ջղաձգված է, ինքը շատ հակված է բարկանալու, չհամբերելու, նյարդայնանալու։ Մենք հասկանում ենք, որ սա ֆիզիոլոգիական ազդեցությունն է հոգեկան վիճակի վրա։ Եթե մենք սրա հետ հաշվի ասենք, ինքը դեղը չխմի, շաքարը բարձրանա, ինքը ավելի է նյարդայնանալու։ Այսինքն սա կարևոր է ասելերս, եւ նրա, այսինքն ներվային համակարգի վրա ազդեցություն ունի, իսկ ներվերը ազդեցություն ունի նրա հոգեկան վիճակի վրա։ Իհարկե, այո, այսինքն պետք է հաշվի նստենք սրա հետ։ Դրա համար նրան ասենք դեղեր պետք չի խմել, աղոթենք եւ ամեն բան նորմալ կլինի, մղենք այդ անձին ծայրահեղությունների։ Եկեք անդրադառնանք Մարկոսին։ Եվ եկավ միտեղ 32 համարից, եւ եկավ միտեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նա իր աշակերտներին ասեց. այստեղ նստեցեք, մինչեւ ես աղոթք անեմ։ Այս հատվածը ցույց է տալի, թե ինչպես է Քրիստոսը աշակերտներին մղում, որպեսզի իր հետ աջակից լինեն, նրան աղոթքի մեջ ընկերակից լինեն, բայց գալիս եւ տեսնում է նրանք քնած են։ Եվ Քրիստոսն ասում է. արթուն կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք, բայց նորից գալիս տեսնում է քնած են։ Եվ հետաքրքիր է, որ գրված է մարմնի տկարություն ինչպես արտահայտում։ Նրանց աչքերը ծանրացել էին եւ չգիտեին, թե ինչպես պատասխան տան։ Ինչ արած, այսինքն նրանք չեն ուզում քնեն, բայց քնում են։ Մարմնի տկարությունը հաղթահարում է հոգեվիճակը։ Հիսուսն ասում է՝ մի քնեք, աղոթք արեք, բայց չեն կարողանում։ Մարմնի աչքերը ծանրացած են։ Դուք երևի ունեք այդպիսի կարգավիճակի մեջ որոշ մարդիկ անցել, մանավանդ դրանք, որոնք գիշերային հերթապահություն են անում։ Ծանրացած, ինքն իրան քո մարմինը ինքն իրան անջատում է, անջատվում է։ Որքանով ասում ես ոչ, չեմ քնի, դու քնում ես, այդպես ասելով։ Նույնը կատարվեց աշակերտներն, բայց Քրիստոսը տալիս է ինչպես անեք, որ հաղթահարեք դա։ Հիմա եկեք անդրադառնանք այս հատվածին։ Տեսեք, Քրիստոսը նույն վիճակի մեջ է, դեպրեսիվ։ Քրիստոսը որպես կատարյալ մարդ չի ուզում մահանա։ Քրիստոսն ասում է՝ Տեր, եթե կարելի է այս բաժակը ինձանից անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես քո կամքն է։ Այսինքն Քրիստոսը որպես կոնկրետ կատարյալ մարդ, ամբողջական մեր նման, այդ կարգավիճակով անցնում է։ Եվ ինքը նաև աջակից է ուզում, որ իր համար իր հետ աղոթք անեն, իրան մղեն այդ կամքը կատարելուն, բայց աշակերտները դա չեն կարողանում անել։ Եկեք անդրադառնանք սրա։ Եվ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին իր հետ առավ եւ սկսեց զարհուրել եւ տխրել։ Սկսեց զարհուրել եւ դուք տեսնում եք ինչ բառագրված Քրիստոսի մասին։ Վախենալ, սարսափել եւ տխրել, տրտմել։ Հիսուսը, որտեղ ինքը կատարյալ մարդ է։ Եվ մենք շատ ենք խոսացել, որ Հիսուսը երկրային տարիներին չի օգտագործում իր աստվածային բնության որևէ մեկ միավոր, որտեղ ինքը փորձությունը պետք է անցնի որպես կատարյալ մարդ, երկրորդ Ադամ կամ վերջի Ադամ։ Եվ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովհաննեսին իր հետ առավ եւ սկսեց զարհուրել եւ տխրել եւ ասեց նրանց. Իմ անձը մահի չափ խիստ տրտմած է։ Մահի չափ խիստ տրտմած է։ Այստեղ մնացեք եւ արթուն կացեք։ Եվ մի քիչ առաջ գնաց գետնի վրա անկավ եւ աղոթք էր անում եւ ասում էր, որ եթե կարելի է, այս ժամն իրենից անցնի։ Չի ուզում մահանա, բայց հոր կամքը կատարյալ է, առավել է իր համար։ Եվ ասում էր. Աբբա հայր, ամեն բան կարելի է քեզ, այս բաժակն ինձանից անցրու, բայց ոչ թե ինչ որ ես եմ կամենում, այլ ինչ որ դու։ Տեսեք, Քրիստոսն անդրադառնում է հոր ամենակարողությանը եւ ասում է. Տեր, դու ամեն բան կարող ես։ Եվ համաձայնվում է, որ այդ ամենակարողության մեջ Աստված որոշել է այդպիսի փրկության ձև՝ պիտի մահանաս, որպեսզի վճարես նրանց մեղքի պարտքը։ Տեսեք, սրա մեջ եւ ասում էր, եւ գալիս է գտնում է նրանց քնած եւ ասում է Պետրոսին եւ Սիմոնին. քնում ես, չկարացիք մեկ ժամ արթուն կենալ։ Ոչ, չկարացին։ Ուշադիր նայեք, արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Հոգին հոժար է, մարմինը տկար։ Նորից եմ ասում, այստեղ այդ բառը, որ օգտագործված է, մարմինը տկար, օգտագործված է այն բառը, որը ուղղակի բնութագրում է մարմինը անկարող է, հիվանդ է։
այն օսֆենես բառն է, եթե ուշադիր եք։ Բայց ուշադիր նայեք 38 համարում, սա շատ կարևոր է։ Արթուն կացեք եւ աղոտ կարեք, որ փորձության մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար, եւ դարձյալ գնաց աղոտ կարավ նույն խոսքերն ասելով։ Հորը նույն աղաչում էր, որ Տեր ինձ զորացրու, որպեսզի քո կամքը կատարեմ։ Հոժարությունով ընդունեմ մահը։ Ուշադիր նայեք հետո։ Եվ ետ դառավ, նրանց դարձյալ քնած գտավ։ Ինչ մի քիչ առաջ ինքն ասեց արթուն կացեք եւ աղոտ կարեք եւ ետ դարձավ նրանց դարձյալ քնած գտավ այսինքն այստեղ տեսնում ենք ինչպես մարմինը հաղթահարեց աշակերտների հոգեվիճակը եւ տեսնում ենք ինչպես Հիսուսը իր հոգով հաղթահարեց մարմնի դեպրեսիան անցավ եւ հնազանդվեց հոր կամքի հետ այսինքն Հիսուսը չքնեց եւ աղոտ կարեց Հիսուսը նույնպես հոգնած այդ վիճակը նույնպես սին դեպրեսիան կարա քուն բերի նրա վրա, բայց Հիսուսը արթուն մնաց եւ աղոտ կարեց, որպեսզի փորձությունը ո՞րն է Հիսուսի համար, որպեսզի մահանա։ Հիսուսի համար փորձությունը դա մահը շրջանցելն է, սերվերս։ Բայց Հիսուսը կատարեց, անցավ փորձությունը, մահացավ։ Հիմա ուշադիր եք, եւ դարձյալ գրած աղոտ կարև նույն խոսքերն ասելով, եւ ետ դառավ նրանց դարձյալ քնած գտավ, որովհետեւ ուշադիր եք 40 համարը։ Նրանց աչքերը ծանրացել էին եւ չգիտեին թե ինչ պատասխանեն նրան։ Այսինքն Տեր, ուզում ենք չքնենք, բայց ոնց քնեցինք չիմացանք։ Այո, մարմինը ազդեց նրանց վրա։ Դրա համար երբ որ մենք խոսում ենք դեպրեսիայի մասին, հաշվի չնստել մարմնի տկարության հետ եւ մարմնի տկարությունը չվերականգնել, ուղղակի ասել, որ միայն հոգով պիտի հաղթարենք, խնդիրը։ Այո, Հիսուսի պարագային Հիսուսը հաղթահարեց հոր կամքը կատարելու համար։ Հետագա մյուս հատվածում նույնպես մենք տեսնում ենք, որ արդեն Հիսուսը հաղթահարում է, ինչպես մենք տեսանք անապատի պարագան։ Հիշում եք, անապատում 40 օր սովի ժամանակ Հիսուսը հաղթահարեց այդ ամենը եւ չտրվեց կերակուրի, չլսեց սատանային, չասեց քարեր հաց դարեք սոված եմ։ Նույնպես հաղթահարեց, հոր կամքը կատարեց, անցավ փորձությունը, բայց սա երբեք չի տալի մեզ արգումենտ, որ մենք ասենք, որ միշտ պետք է հոգով հաղթահարենք մարմնի տկարությունը եւ մարմնավոր կամ ֆիզիոլոգիական միջամտության կարիք չկա, որտեղ նույն պարագայում Հիսուսը երբ որ աշակերտների հետ արտերի միջով անցնում էր, Հիսուսը չասեց մի կերեք արտերից, աշաբաթ օրը հասկերը մի քաղեք, հաղթահարեք հոգեորապես։ Հիսուսը արտոնեց նրանց, որպեսզի նրանք այդ հասկերից ուտեն։ Դուք կարող Լուկաս 6-րդ գլխում սա տեսնեք։ Եվ մանավանդ կերան հացերից այն ժամանակ, երբ որ գայթակղություն էր դա հрьяաների համար, որտեվ շաբաթ օր էր, մյուսը անլված ձեռքերով հрьяաների ավանդույթի, ամեն դեպքում Հիսուսը թույլ տվեց, որ նրանք այդ հասկերից ուտեն, սոված էին, չասեց ձեր սովը հաղթահարեք հոգևոր սկզբունքներով։ Մենք պետք է տեսնենք պարագաները սիրելիս։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ դեպրեսիան կարա լինի, դեպրեսիայի աղբյուր կարա լինի ֆիզիոլոգիական հիմքը, այսինքն ֆիզիկական տկարությունից կարա դեպրեսիան առաջ գա, եւ նաեւ կարա լինի հոգեկան խնդիր, որը առաջացնի դեպրեսիա, որը կազդի նաեւ մարմնի վրա։ Երբ որ ասում ենք մարմնի վրա ազդեցություն, հասկանում ենք, որ մարմնի մեջ ռեակցիաներ կկատարվեն։ Օրինակ, մենք դիտարկենք այսպիսի երևույթ։ Պատկերացրեք մեկը բարձր տեղից թռավ։ Բարձր տեղից, այնպիսի բարձր տեղից, որ որևէ մեկ իրեն այդ տեղից չի գցի։ Բարձր տեղից թռնելը ինչի հետ է կապված։ Երկու սկզբունք կարանք դիտարկենք։ Առաջինը, երբ որ ինքը բարձր տեղից թռնում է, եթե թռնելուց հետո չափեք դրա կյանքում ադրենալինը, կտեսնեք քանակը մեծ է։ Ադրենալինը արտադրվել, այսինքն ֆիզիոլոգիական մարմնի մեջ այդ թռնելու, այդ վախի, այդ անորոշությունից արտադրվել է ադրենալինի մեծ քանակ, բայց մենք կարանք նաև մինչև չափելը տեսնենք, միգուցե ադրենալինը արտադրվել որոշակի վախերից, հոգեվիճակից, դրա համար այնք այդտեղից թռե։ Այսինքն կարա լինի եւ հակառակ process-ը։ Թռնելուց էլ չափեք, այսինքն կարա թռնի եւ ադրենալին արտադրվի, եւ կարա ինչ-որ մի բանից վախենա ադրենալին արտադրվի եւ դա մղի իրան թռնելու այդտեղից։ Այսինքն դրա համար մենք պետք է երկու կողմն էլ դիտարկենք եւ հասկանանք, որ երկու կերպն էլ հնարավոր է։ Մեր արդեն ժամանակը բավական անցավ, մեր մյուս թեզիսը, որին մենք կանադառնանք, մեր անցյալն է։ Արդյոք անցյալը ազդեցություն ունի կամ կարա հիմք հանդիսանա դեպրեսիվ վիճակների։ Այո, որտեվ անցյալը ազդում է եւ մեր ֆիզիոլոգիական մարմնի վրա եւ ազդում է մեր հոգեվիճակի վրա։ Մեր մյուս բաժնի մեջ զարգացության մեջ կանադառնանք արդեն այս երրորդ թեզիսին եւ նաեւ չորրորդ թեզիս կանադառնանք հոգեկան հիվանդությունները ինչ են ընդհանրապես հավատացյալի կյանքում, դրանք կարան Աստծո կողմից որպես փորձություն գան, ինչպիսի նպատակներ կկրեն դրանք եւ նաեւ կանադառնանք արդեն վերջի 5-րդ
թեզիսը կանադառնանք ինչպես մենք պետք է հաղթահարենք, ասենք արդյոք կարիք կա որ օգտագործենք անտիդեպրեսանտներ, արդյոք կարիք կա որ մենք խմենք որոշակի հիվանդության համար որոշակի դեղեր, որպեսզի չընկնենք այդ դեպրեսիվ վիճակների մեջ։ Մենք կանադառնանք սրան եւ ինչքանով պետք է հոգեվոր ջանքով նպաստենք, այսինքն մենք կտեսնենք որ ընդհանրապես երկու կողմի կարիքն կա, պետք է հաշվի նստենք երկու կողմից։ Մեր այս ձեռագրության մեջ ուղղակի մենք հիմա տեսանք որ նաեւ կա հոգու ջանքը ազդի մարմնի տկարության վրա եւ կարա մարմնի տկարություն ազդի հոգեկան վիճակի վրա, բայց ամեն դեպքում մենք հաշվի ենք նստում երկուսի հետ։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, ամեն։